Ավետարան ըստ Հովհաննու գլուխ 21-րդ։ Սրանից հետո Հիսուս դարձյալ իրեն հայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մոտ և հայտնեց այսպես. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը, Երկվորյակ կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ուրիշ երկու հոգի։ Սիմոն Պետրոսը նրանց ասաց. գնում եմ ձուկ որսալու։ Նրան ասացին. մենք էլ ենք գալիս քեզ հետ։ Գնացին և նավակը մտան, և այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ առավոտ եղավ, Հիսուս կանգնած էր ծովի եզերքին, բայց աշակերտները չիմացան, որ Հիսուսն է։ Հիսուս նրանց ասաց. տղաներ, ուտելու բան չունե՞ք։ Նրան պատասխանեցին. ոչ։ Նրանց ասաց. ուռկանը գցեցեք նավակի աջ կողմը և կգտնեք։ Գցեցին և ձկների բազմությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Այն աշակերտը, որին Հիսուս սիրում էր, Պետրոսին ասաց. Տերն է։ Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թե Տերն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, և իրեն նետեց ծովի մեջ։ Մյուս աշակերտն էլ նավակով եկավ։ Եվ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ 200 կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ։ Երբ ցամաք ելան, տեսան վառված ածուխի մի կրակատեղ, մի ձուկ նրա վրա և հաց։ Հիսուս նրանց ասաց. բերեք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք։ Սիմոն Պետրոսը նավակ մտավ և ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր 153 մեծ ձկներով։ Թեև այնչափ բան կար, բայց ուռկանը չպատրվեց։ Հիսուս նրանց ասաց. եկեք ճաշեցեք։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել, թե դու ով ես, որովհետև գիտեին, որ Տերն է։ Եկավ Հիսուս, առավ հացը և տվեց նրանց, նույնպես և ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ Հիսուս երևաց իր աշակերտներին մեռելներից հարություն առնելուց հետո։